Պաշտպանության նախարարության մասով էլի առանց թվերի անցած ժամանակահատվածում դրական արդյունք պետք է համարել զինված ուժերում հանցավորության դեպքերի, այդ թվում սպանությունների էական նվազման միտումը, ինչը համակարգում իրականացվող բարոյահոգեբանական եւ կանխարգելիչ շարունակական աշխատանքների արդյունք է, այսպես ներկայացրեց պաշտպանության նախարարը եւ դա ճիշտ է։ Պարզապես թվերը, եթե դնում ենք նայում ենք, դա ոչ միայն պայմանավորված է, իհարկե հիմնականում պայմանավորված է, որ մենք սահմաններում ունենք խաղաղություն, բայց խաղաղության հետ մեկտեղ մենք ունեցել ենք էլի խաղաղ ժամանակահատված, որտեղ ունեցել ենք նաև չարդարացված ինքնասպանություններ, սպանություններ։ Հիմա ուժային միջամտությամբ այդ խնդիրը հետին պլան է գնացել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է։ Այստեղ ունենք լուծելիք շատ խնդիրներ, որը որ հաջորդիվ, եթե մենք կարողանում ենք իրականացնել, հատկապես այդ միջավայրը փոխելով, միջավայր նշանակում է ծառայության որակը, ընթացքը եւ այլն։ Դրա մեջ կարա ներառվի նաև ժամկետի կրճատումը, որը ներքին գործերի նախարարությունը այս տարի կներկայացնի եւ մանրամասն կքննարկենք եւ հանձնաժողովում եւ լիագումով նիստում դրա այս պահին ինչ հնարավորություն է տալի եւ ինչ խնդիրներ կարող առաջանան եւ դրանց լուծումները նախարարությունը եւ գլխավոր շտաբը ինչպես է տեսնում։ Շատ խոսվեց, որ պաշտպանության համակարգի ֆինանսական միջոցները նախանցած տարվա համեմատ պակասել է 15%-ով, կրճատվել է, մինչդեռ ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանի պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունների կողմից բյուջետային նախնական բազմաթիվ լսումների ու քննարկումների ընթացքում ներկայացված պարզաբանումներից հիշյալ առաջին հայացքից թվացյալ կրճատումը պատճառաբանվում է նաև նախորդ ժամանակաշրջաններում պաշտպանության նախարարության կարիքների համար կատարված ծախսերի բյուջետային ծրագրավորման ծավալների առաջիկա տարիների պայմանագրային նախատեսումներով եւ դրանց հիմնական մասը նախորդող ժամանակաշրջանում կատարված լինելու ու դրանով պայմանավորված առաջիկա տարվա ընթացքում ծախսերը համամասնորեն պակասեցնելու հանգամանքով։ Իհարկե այս հարցը նաև քննարկվել է նաև փակ քննարկման ժամանակ նախարարը տվել է բացատրություն։ Անձամբ ինձ, քանի որ շատ լավ պատկերացնում էի, թե ինչ ծախսեր ենք իրականացրել անցյալ տարի եւ այդ ծախսերի որ մասը տեղափոխվել է այստեղ ինձ մոտ հարց չի առաջացել, բայց այն հարցերը, որոնք հնչեցվեցին նաեւ մեր գործընկերների կողմից, այնուամենայնիվ իմ տպավորությամբ ստացան սպառիչ պատասխաններ։